Սեփական երջանկության համար կոտրեց ընդունված կարծրատիպերից մեկը եւ չսխալվեց։ Միևնույն է, քննարկողները եւ քննադատողները անկախ ամեն ինչից անելու էին դա։ Մենք նրան տեսնում եւ անցալում ենք որպես ուժեղ կին, սակայն նա ինքն իր մասին խոստովանում է, որ հեշտությամբ է արտասվում։ Ավելին վախերն ու բարդույթները ժամանակին իրեն էլ խորտ չէին։ Բարև ձեզ Արմինկա, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հաղորդմանը մասնակցելու հրավերը, առավել ևս, որ սա այս տարվա ձեր թերևս առաջին հեռուստատեսային հարցազրույցն է։ Բարև ձեզ, այո, այդպես է ստացվում։ Արմինկա, երբ նախապատրաստվում էի հարցազրույցին, ես նկատեցի, որ բազմիցս նշել եք, խոստովանել եք, որ փոքր ժամանակ փակ էիք, ինքնամփոփ էիք, քչերին էիք թողնում մուտք գործել ձեր ստեղծած աշխարհ։ Անցան տարիներ Արմեն Նահապետյանը դարձավ հանրային մարդ, ճանաչված, ում կյանքով հետաքրքրում են գրեթե բոլորը։ Սակայն ինձ մոտ տպավորություն է, որ իրականում գրեթե ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արմինկան փակ է, այսօր էլ Արմինկան քչերին է թողնում մուտք գործել իր ստեղծած աշխարհ։ Սա տպավորություն է թե իրականություն։ Իրականում ճիշտ եք նկատել, այդպես էլ կա, որովհետև որքան էլ որ այո, ստացվեց այնպես, որ ես դարձա հանրային մարդ, բայց իմ կյանքը որը որ վերաբերում է ինձ, այն աշխարհը, որը միայն ինձ է պատկանում, այդտեղ մուտք գործել չի կարող որևէ մեկը, եթե ես թույլ չտամ։ Միայն շատ մտերիմ ու հարազատ մարդիկ են այնտեղ ինչ որ կերպ կարողանում լինել։ Ինչպիսին պետք է լինի մարդը, որ կարողանա մուտք գործել այդ աշխարհը։ Այնուամենայնիվ, չէ՞ որ մարդիկ հայտնվում են այդ աշխարհում։ Գիտեք, այսօր շատ քիչ են մնացել այդ մարդիկ, ովքեր որ կարող են հայտնվել իմ ընդհանրապես իմ աշխարհում, իմ շրջանակի մեջ, որովհետև տարիները մաղել են այն բոլոր մարդկանց, ովքեր եղել են ընկեր կամ ընկերուհի կամ շատ հարազատ մարդիկ, եւ այսօր մնացել են ուղղակի ընտրյալներ այդտեղ։ Առաջին հերթին դա իմ ընտանիքի անդամներն են, շատ քիչ ցավոք, բայց իմ ընտանիքի անդամներն են եւ եւս մի քանի հոգի, շատ քիչ մարդիկ։ Դուք նշեցիք, որ տարիները մաղել են շատերին։ Այստեղից հետևություն, հիասթափություններն են կարծում եմ շատ եղել այդ դեպքում։ Հիասթափությունները միշտ լինում են տարբեր կերպով եւ տարբեր առիթներով, հա, կամ տարբեր բաների վերաբերյալ։ Եվ սա բացառություն չէ ոչ մի մարդու կյանքում ինձ թվում է, այնպես որ իմ կյանքում են շատ եղել հիասթափություններ, բայց ես փառք այն տեսակ մարդկանցից եմ, ովքեր յուրաքանչյուր հիասթափությունից կամ յուրաքանչյուր խնդիրից հետո կարողանում է էլի առաջ գնալ եւ ամեն բան թողնել անցյալում, մոռանալ ու ներել։ Ամեն դեպքում, երբ ես ուսումնասիրում էի ձեր ստեղծագործական գործունեությունը, առհասարակ ձեր բեմական գործունեությունը, ինձ համար բացահայտեցի մի զարմանալի թիվ, 23 տարի է ինչ Արմինկան արդեն բեմում է։ Եվ թվում է թե այս տարիների ընթացքում հարցազրույցների պակաս էլ չի եղել, թվում է թե ամեն բանի մասին խոսել եք, մեկնաբանել եք, բայց ինձ մոտ կրկին տպավորություն է, որ իրականում մենք չենք տեսնում իրական Արմինկային։ Մենք տեսնում ենք այն Արմինկային, որին դուք ուզում եք, որ մենք տեսնենք։ Սա կրկին տպավորություն է, սա իրականություն է, որովհետև դուք ավելի ուժեղ կերպարով եք հանդես գալիս, դուք ավելի սառն եք, կարծես թե, իսկ ինչպիսին եք իրականում։ Իրականում ես հենց այդպեսին էլ կամ, այսինքն դուք տեսնում եք այն Արմինկային, որը որ իսկապես այդպեսին է եւ որին որ ես այդպես ցույց եմ տալիս, որովհետեւ ես իմ կյանքում ընդհանրապես չեմ սիրում եւ բնականաբար բացառում եմ յուրաքանչյուր կեղծ բան։ Ես կամ ինչ որ կամ, ինչպեսին որ տեսնում եք, ես այդպեսին եմ։ Ինչպես որ նկատեցիք, նու թվացial սառն եմ ես։ Ես առաջ եմ այն մարդկանց համար, ովքեր որ ինձ մտերիմ ու հարազատ են։ Այսօր երբ ձեզ նայում ենք, դժվար է պատկերացնել, որ այս աղջիկը նախկինում ունեցել, այս կինը նախկինում ունեցել է բարդույթներ եւ երբ նոր եք սկսում, ես գիտեմ, որ դուք մի կողմում դրեցիք այդ բոլոր բարդույթները, որովհետեւ սիրահարվեցիք բեմին։ Երբ սկսում եք ձեր ստեղծագործական ճանապարհը, ո՞րն էր ձեր առաջնային նպատակը։ Դառնալ հայտնի, դառնալ սիրված, ուղղակի երգել, որովհետև սիրում եք երգը։ Չէ՞ որ ամեն մեկս ունենում ենք մեր տեսլականը։ Ո՞րն էր այս դեպքում առաջնայինը ձեր նպատակը։ Ուղղակի երգել, որովհետև շատ երգ կար իմ մեջ կար շատ երաժշտություն եւ դա ինչ որ մի կերպ պետք է դուրս գար իմ միջից։ Եվ ես ոչ թե մի կողմ դրեցի իմ բարդույթներն ու իմ ամոթխածությունը, այլ ուղղակի դա բեմը իր հետ տարավ,
հա, մի կողմ դրեց, բեմը տարավ, ոչ թե ես չէի կարող դա հաղթահարել։ Բեմը, այդ սերը, այդ սիրահարվածությունը բեմին եւ այն փաստը, երբ որ ես առաջին անգամ դուրս եկա բեմ եւ ես հասկացա, որ ես եկել եմ այնտեղ, որ պիտի գայի, այսինքն ես ճիշտ ընտրություն եմ արել, չէ՞ որ ես շատ հարցազրույցներից դուք գիտեք, որ ես շատ կարճ ժամանակում եմ այս որոշումը կայացրել։ Այդ ցանկությունը իմ մեջ կար, այդ թաքուն երազանքը իմ մեջ կար, բայց այդ վախը, այդ ամոթը, այդ ոչ լիարժեք գնահատելու, հա, իմ հնարավորությունները, այդ ամեն բանը ինձ շատ ուշ եկավ, որպեսզի ես կատարեմ ընտրություն դառնալ երգչուհի։ Եվ իմ առաջին բեմելը ինքս իմ մեջ բերեց այդ ապացույցը, որ ես ճիշտ ընտրություն եմ արել եւ ես եկել եմ այնտեղ, որտեղ որ ես պիտի գա։ Ես սիրահարվեցի այդ աշխատանքին, ես սիրահարվեցի այդ մասնագիտությանը, ես չգիտեի դա ինչ է, դա ինձ համար մի փակ թաքուն աշխարհ էր։ Արմինկայից եղել է շրջան, երբ հասկացել եք, որ միգուցե սխալ էր որոշումը դառնալ երգչուհի։ Դա կարող է լինել պայմանավորված շրջապատից, մարդկանցից, որովհետև այդ անցումն էլ է, չէ՞, դժվար լինում։ Հասարակ մարդը դառնում է հանրային, սկսում է նրանով հետաքրքրվել, քննադատել։ Երբևէ չի եղել այդպիսի զգացողություն կամ երբեք չեմ մտածել այդպիսի բան, որովհետև այն ժամանակ, երբ որ ես հայտնվեցի բեմում, նախ շատ ավելի տարբեր էին ժամանակները, քան հիմա։ Թվում է թե 23 տարի, 24 տարի շատ երկար ժամանակ չի անցել, բայց իրականում ժամանակները այնքան են փոխվել, որ այո, մենք քննարկվում ենք, մենք հանրության աչքի առաջ ենք, բայց ամեն բան մի փոքր ավելի այլ էր։ Մի փոքր չէ, բավականին այլ էր։ Իսկ երբ որ դու ընտրում ես մի բան, որը ամբողջ կյանքում պետք է լինի քո հետ, պետք է համակերպվես, որ քեզ կքննարկեն, քեզ կքննադատեն, քո մասին կչարախոսեն, եւ եկեք համաձայնենք, որ մենակ հայտնի ու հանրային մարդկանց մասին չի, հա, որ խոսում են, քննարկում են, քննադատում եւ այլն։ Սա ուղղակի հանրության աչքի առջև է տեղի ունենում։ Պետք է կարողանաս համակերպվել, որովհետեւ եթե դու ընտրում ես մի բան, ապա դրա փոխարեն ամեն բան կյանքում այդպես է։ Մի բան տալիս ես, մի բանի փոխարեն կամ մի բան զոհաբերում ես հանուն ինչ-որ մի բանի։ Այնպես որ ամեն բան օրինաչափ է։ Դուք մի քանի անգամ շեշտեցիք, որ այն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Իսկ երբ էր ավելի լավ։ Երբ եք դուք ձեզ ավելի շատ դրապսեմ զգում։ Այն ժամանակ։ Ինչու։ Գիտեք, որովհետև համենայն դեպս այսպես կարող եմ ասել, իմ սերունդը եւ ինձանից առաջ։ Ինձանից հետո ես վստահորեն չեմ կարող ասել, որ այդպես է։ Մենք ավելի շատ նվիրյալ էինք։ Մենք նվիրյալներ էինք։ Ես դուք հարց տվեցիք ինչու, հա, ընտրել ես մասնագիտությունը սիրելով, որպեսզի երգես, որպեսզի դառնաս հայտնի, որպեսզի դառնաս եւ այլն։ Չէ, չկար այդ հարցը, այդ խնդիրը չկար դառնալ հայտնի, որպեսզի բոլորը քեզ ճանաչեն, որպեսզի դու գումար վաստակես դրանով, երբ որ ես առաջին անգամ ստացա աշխատավարձ, այն ժամանակ մենք աշխատում էինք պայմանագրով, մենք ամսական աշխատավարձ էինք ստանում, չէ՞ որ ես խմբից եմ սկսել, իմ կարիերան հայեր խմբից, բոլորդ գիտեք։ Երբ որ ես առաջին անգամ պիտի ստանայի այդ աշխատավարձը, մտածում էի, բայց ես ինչ եմ արել, ինչի դիմաց եմ ես ստանում, չէ՞ որ ես սերն է ինձ բերել դեպի այս աշխատանքը, դեպի այս մասնագիտությունը։ Հետո դու արդեն եւ տարիքդ էլ քեզ թույլ չի տալիս, հա, շատ բաներ գիտակցել, երբ որ արդեն դու մի փոքր ավելի հասունանում ես քո եւ ստեղծագործական եւ ուղղակի կյանքի մեջ, դու հասկանում ես, որ այո, սա աշխատանք է եւ սա է քո աշխատանքը եւ սրանով դու պիտի վաստակես։ Հայեր խմբում, եթե չեմ սխալվում, դուք ելույթ եք ունեցել ուղիղ 5 տարի։ Ուղիղ 5 տարի։ Որից հետո եկան 2000-ականները, դուք սկսեցիք ձեր անհատական կարիերան եւ ունեցաք հաջողություն։ Ինչպես դուք եք մեկ անգամ խոստովանել 2005-2006 թվականները, կարծես թե ձեր լավագույն տարիներն էին ստեղծագործական առումով, կարծես թե ամենամեծ մասսայականություն ունեցող երգչուհիներից մեկն եք։ Այսօր ասել, որ Արմինկան այն նույն մասսայականությունը ունի, կարծում եմ սխալ կլինի։ Դժվար է գիտակցել, որ չունեք այն նույն, սերը չեմ ասում, մասսայականությունը, ինչ նախկինում ունեք։ Այդ անցումը դժվար է ձեզ։ Ամեն բան ժամանակավոր է։ Եվ ես խոսում եմ իմ համար եւ իմ անունից։ Ինձ համար եմ խոսում, ես չեմ խոսում հա մնացածների համար։ Ես այս ժամանակահատվածը այդպես եմ անցալում եւ այդպես եմ գնահատում, որ սա ժամանակավոր է, այս դադարը, այս լռությունը, որովհետեւ ոչ թե նրա համար, որ ես արդեն այնքան եմ մեծացել, որ ես արդեն ինձ չեմ կարող թույլ տալ բեմ բարձրանալ, սա չէ խնդիրը, որովհետեւ երբ որ ես նայում եմ շուրջս, հասկանում եմ, որ չէ, ուղղակի հիմա այդպես է։ Հիմա այդպես է, հետո հաստատ այլ կերպ կլինի։ Ես շատ
փայփայում ու այսպես գիտեք բանի նման են վերաբերվում ոնց ասեմ այդ ժամանակներին երբ որ ես ասենք իմ գագաթնակետին էի հա այսինքն ես դա վաստակել էի իմ աշխատանքով այդ իմ հանդիսատեսի սերը այդ պահանջարկ ունեցող երգչուհի հա լինելու այդ կոչումը ես այդ ամեն ինչի իմ աշխատանքի շնորհիվ վաստակել էի եւ այնպես չի որ հիմա այդ ամենը չկա այո գուցե ես այսօր այդքան պահանջարկ չունեմ որովհետեւ ես հիմա ոչինչ չեմ անում պրակտիկորեն դա դրա արդյունքն է հա բայց ամեն բան ժամանակավոր է Արմինկա դուք խոսում եք տևական դադարի մասին եւ ես ուզում եմ այս առիթով մեջ բերել ձեր մտքերը համենայն դեպս ոչ թե այս առիթով այլ ընդհանուր ներկայիս երկարվեստի մասին Երկարվեստն այնքան սարսափելի վիճակում է, որ ինչպես ասում են, փոթորիկից հետո խաղաղություն է տիրում։ Այնքան ճղճի մակարդակի վրա է, որ արդեն ժամանակն է, որպեսզի շատ բաներ շտկվեն։ Սա անհատների գործ չէ, այլ ավելի գլոբալ խնդիր է։ Սա է լռության պատճառը։ Լռության պատճառը բոլորովին էլ դա չէ։ Եվ լռությունը հատուկ ընտրված լռություն չէ։ Եվ ես դրա մասին ուղղակի հիմա գերադասում եմ չխոսել։ Իմ կարծիքով 2-3 տարի առաջ երևի թե ավելի սարսափելի էր տեսարանը, պատկերը, հիմա մի փոքր կարծես թե էլի շտկվում է։ Եթե լինեմ անկեղծ, պիտի ասեմ, որ առանձնապես ուշադիր չեմ թե ինչ է կատարվում հայկական շոու բիզնեսում, բայց իհարկե անորակությունը դեռ գերիշխում է, բայց ինձ թվում է, որ դա էլ է ժամանակի խնդիր։ Ես քիչ առաջ նշում էի, որ դուք արդեն 23-24 տարի ինչ բեմում եք, եւ սովորաբար երբ մենք ամփոփում ենք տարին կամ որևէ առիթ ենք նշում, ինքներս մեզ առաջ ամփոփումներ ենք կատարում, նայում ենք մեր կատարած աշխատանքին կողմնակի աչքով։ Երբ դուք եք, երբ Արմինե Նահապետյանը նայում է երգչի Արմինկայի կատարած աշխատանքին, գոհ է այն աշխատանքից, որ արվել է, թե կան երգեր, կան աշխատանքներ, որոնց համար նա ափսոսում է այնուամենայնիվ։ Ես այն տեսակի մարդկանցից եմ, համենայն դեպս ինչ վերաբերում է իմ աշխատանքին, որ երբեք գոհ չեմ լինում 100%-անոց, հաստատ ինչ-որ բաներ անընդհատ գտնում եմ եւ անընդհատ փորձում եմ կողքից նայել, որպեսզի այլևս չկրկնեմ իմ սխալները։ Դա կլինի նոր երգ, դա կլինի տեսահոլովակ, դա կլինի համերգային կատարում, թե հարցազրույց, հա։ Ափսոսանք ոչ մի տեղ չունեմ։ Ինչպես որ յուրաքանչյուր արտիստ ես էլ ունեմ գուցե 1-2, ասենք, ոչ այդքան ստացված երգ, բայց ես այս տարիների ընթացքում թողարկել եմ 4 ձայնասկավառակ եւ այդ երաժշտությունն է, որը կա իմ հոգում եւ այնտեղ չկա ոչ մի կաթիլ կոմերցիա։ Հիշում եմ տարիներ առաջ երբ դեռ համացանց ասվածը մեզանում տարածում չուներ, երբ դեռևս ամսագրերին էին հարցազրույցներ տալիս, ոչ թե կայքերին, դուք մասնակցում եք երաժշտական նախագծերից մեկին, որից հետո քննադատություն էր հնչել ձեր հասցեին, եւ դուք ասել եք, որ ունեիք անձնական խնդիրներ, որոնք եւ ազդել էին ձեր ձայնի վրա։ Հիշում եմ հետեւյալ նախադասությունը. կգա ժամանակ, երբ ես կապացուցեմ, թե ես ինչպիսի երգչուհի եմ։ Տարիների ընթացքում ձեր կարծիքով ապացուցեցիք։ Ես ապացուցելու իրականում ոչ մի բան չունեմ ոչ մեկի, որովհետև գիտեք ինչ ամեն տարին տարվա վրա դու հասկանում ես թե դու ինչքան ես հասունացել որպես մարդ։ Ես գուցե տակ, ես ինչքան էլ որ թվացial սառը, բայց ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Եվ ես այն ինչ որ կարող եի ասել, ասենք թե Ես հասկանում եմ դուք որ պրոյեկտի մասին եք խոսում, դուք խոսում եք երկու աստղի մասին։ Երկու աստղից անցել է արդեն 7-8 տարի, հա։ Այնինչ ես կասեի այն ժամանակ, այսօր չեմ ասի։ Ոչ թե ես ափսոսում եմ իմ ասած խոսքերի համար։ Այդ 7-8 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ, ես չեմ էլ հիշի թե ինչ քանակի համերգներ։ Եվ դուք գիտեք, որ Հայաստանում վաղուց եւ Փառք Աստծո ընդունվել է այդ օրենքը, երկել միայն կենթանի։ Եվ միայն իմ հանդիսատեսի արձագանքն է, միայն դրանով ես կարող եմ ապացուցել, քանի դեռ ես կանչվում եմ համերգների, հա, քանի դեռ ես չանելով ոչ մի բան վերջին տարիներին, չծավալելով այն գործունեությունը, որը ես ծավալել եմ, ասենք թե նախկինում, հա, միևնույն է ես լինում եմ համերգների, միևնույն է ես ունենում եմ հյուրախաղեր, դա է ապացույցը։ Ապացույցը դա է, որ եթե ես երգում եմ եւ եթե ես երգում եմ կենթանի ու ինձ ծափահարում են ու ես բեմից չեմ հեռանում լսելով իմ կրունկների ձայնը, ապա միակ ապացույցս դա է։ Դուք քիչ առաջ խոսում եք ձեր ձայնասկավառակներից եւ ես գիտեմ, որ վերջին ձայնասկավառակը ժողովրդական երգերով դուք այդ ձևով իրականացրել եք ձեր մայրիկի չիրականացված երազանքը։
Սակայն ես ուզում եի հարցնել, արդյոք որն է ձեր հոգու երաժշտությունը, բայց դուք նշեցիք, որ դուք երգում եք այն, ինչ ձերն է։ Բայց դուք այնքան բազմազան եք, դուք երգում եք դիսկո, երգում եք ժողովրդական երգեր, եւ ես երբեմն կարծիքներ եմ լսում, որ Արմին կամ բազմազան է, որովհետեւ ժանրային առումով չի գտել իրեն։ Սա հավանաբար նաև գալիս է տարիքի հետ, որովհետև ինչքան որ դու մեծանում ես, այնքան շատ բաներ փոխվում են քո մեջ, չէ՞։ Եվ ամեն բան ունի իր ժամանակը։ Եթե ես երգում եի դիսկո կամ փոփ, իսկ հայերում ես երգում էի ժողովրդական երաժշտություն, հետո ես արդեն անդրադարձա փոփ երաժշտությանը, որտեվ դա եմ զգում, ինչքանով որ զգում եմ, հա, եւ հետո հասունացավ արդեն ժողովրդական երգելու, այսինքն ես չեմ երգել ջազային երաժշտություն, ես չեմ անդրադարձել ռոքի, ես չգիտեմ, այսինքն այնպես չի, որ ես պրպտումների կամ փնտրտուքների մեջ եմ եղել։ Իսկ ես ժամանակի հետ երգել եմ իմ հոգու թելադրած երաժշտությունը եւ այսպես կարելի է մեկնաբանել, թե ինչու փոփ ժանրից անցում, այսինքն ոչ թե անցում, այլ ուղղակի անել ժողովրդական ձայնասկավառակ, անդրադառնալ ժողովրդական երաժշտությանը։ Իսկ որտեղ եք դες ամենից հարմարավետ զգում։ Այսօր ես ավելի շատ ինձ այո հարմարավետ զգում եմ ավելի դեպի ժողովրդական, հա, գնացող երաժշտության մեջ։ Սարի ճամփով ալվան Yaylavore şarbe şaran Sari campov alvan Yaylavore şarbe şaran Արմին, այսօր մենք հաճախ ենք խոսում ձեր տարիքից, այսինքն այնպիսի տպավորություն է, որ դուք անձնագրային թվերից չեք վախենում, չեք խուսափում եւ խոսում եք այդ մասին, ավելին երբ 2013-ին նշում եք ձեր 40-րդ տարեդարձը, գրել եք Facebook-յաներում։ Դարձա 40, հրաշալի է, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ, գոհանում եմ այն ամենով, ինչ չունեմ։ Բայց այնուամենայնիվ տարիքը չի վախեցնում։ Երբ միայնակ եք մնում, երբ խորհում եք տարիքի մասին եւ որ բացերն են, որ դուք ցանկանում եք լրացնել արդեն 40-ից հետո եւ լրացնում եք այսօր։ Ինձ թվում է վախենալ տարիքից դա առնվազն հիմարություն է, որովհետեւ ինչ է նշանակում վախենալ տարիքից։ Եթե մենք եկել ենք աշխարհ, ապա պետք է գիտակցենք, որ մենք ամեն տարի մեծանում ենք։ Եվ ես ամենայն դեպս ես սիրում եմ այդ տարիները։ Եվ յուրաքանչյուր իմ ապրած տարին ինձ համար շատ թանկ է եւ ամեն տարի իր մեջ ունի բազմաթիվ օրեր, հա, կամ նշանալի կամ ինչ-որ հիշարժան պահեր ունի իր մեջ։ Եվ թաքցնել տարիքը դա էլ եմ համարում հիմարություն, որտեղ եթե հարցնում են դու քանի տարեկան ես, ապա պետք չի լինել կեղծ բարեպաշտ ու ասել, որ գիտեք, ես 35 տարեկան եմ։ Ես փորձում եմ ապրել այսօր։ Ես այն ինչ որ անցյալում բաց եմ թողել կամ ես դրա մասին այդքան ոչ թե չեմ մտածում, այլ ես ապրում եմ այսօր, ես միշտ այսպես եմ մեկնաբանում, ես ասում եմ, ես ապրում եմ այսօր վաղվա համար, հա, ես այդպես եմ ապրում։ Դրա համար կարծես թե ինչ բացթողումներ էլ որ լինում են, իրենք ավտոմատ կերպով ինձ թվում է լրացվում են հետագայում, որովհետև եթե դու կարճես ինչ-որ բաներից, պետք է ուղեղդ ազատ թողնես շատ բաներից։ Եթե ազատ թողնես, ապա իրենք ավտոմատ կերպով կլրացվեն։ Կրկին ժամանակի ընթացքում։ Իհարկե։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր կնոջ համար թերևս ամենակարևոր առաքելությունը մայրանալն է։ Դուք Ալեքսի Երջանիկ մայրիկն եք, ում մասին բազմիցս եք պատմել։ Եվ նկատել եմ, որ հասարակության մի մաս, հատկապես լրագրողները կարծես թե միշտ փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ձեր երջանկությունը ամբողջական չէ։ Միշտ փորձում են հարցեր տալ, թե երբ է հայտնվելու այն տղամարդը, որ այդ ամենը կամբողջացնի։ Հոգնել եք այս շարունակ տրվող հարցերից։ Հոգնել եք, որ մարդկանց թվում է, որ ամեն ինչ ամբողջական չէ։ Գիտեք, ձեր հարցին պատասխանեմ այսպես. այդ բոլոր հարցերը տվողների խնդիրն է դա։ Այսինքն ես այստեղ ընդհանրապես խնդիր չունեմ։ Մարդիկ ովքեր անդադ փորձում են ինձ հարցնել, թեև ինձ առանձնապես ես չեմ էլ հիշում, որտեղ ես հիմա ընդհանրապես ինձ փակել եմ որևէ տեսակի լրագրողական կամ որևէ ավելորդ զանգից ու հարցից, հա, այլևս ոչ մի անծանոթ համար
կամ որևէ ավելորդ հարց ինձ չի կարող հուզել կամ հա ինչ որ անհանգստացնել։ Այդ բոլոր մարդկանց խնդիրն է, ովքեր այդ հարցը անընդհատ ինձ ուզում են տալ։ Ես այդ առումով ընդհանրապես խնդիր չունեմ։ Ես հարցազրույցներից մեկում նաև հանդիպել եմ այսպիսի մի միտք։ Ես սիրում եմ իմ որդուն, բայց իմ որդին իմ կուռքը չէ։ Ես սիրում եմ իմ մայրիկին, բայց նա էլ իմ կուռքը չէ։ Իմ կուռքը մեկն է՝ Աստված, երկնքի եւ երկրի տիրակալը։ Արմիկա, ձեզ համար վիրավորական չէր, որ ունենալով մեծ հավատ, հաճախ խոսելով այդ մասին, եղավ շրջան, երբ ԶԼՄ-ները առհասարակ համացանցում հայտնվեց տեղեկատվություն եւ մարդիկ սկսեցին կասկածի տակ դնել հավատի ձեր ընտրած տարբերակը։ Կարծում եմ դուք հասկացաք ինչի մասին է խոսքը, չեմ ուզում որ այդ նույն անցած գնացած թեման մեկնաբանեք։ Ուղղակի հետաքրքիր որպես մարդ ունենալով մեծ հավատ, ձեզ համար վիրավորական էր թե ոչ։ Հավատքը մեկն է։ Դու կամ հավատում ես, կամ չես հավատում։ Երբ որ ես սկսեցի խոսել ընդհանրապես այդ մասին, հա, այդ ժամանակ ստեղծվեցին այդ կարծիքները։ Եվ ես հասկացա, որ երբ մարդ արտասանում է այդ բառը Աստված, ինքը ավտոմատ դառնում է դուք չեք ուզում ասել, բայց ես կասեմ, ես չեմ վախենում դրանից։ Դառնում է աղանդավոր։ Այստեղ մարդկանց տգիտությունը եւ թյուր տեղեկացված լինելը բերում է այսպիսի բաների։ Դրա համար ես չունեմ ոչ մի խնդիր, ես պաշտպանված եմ ամեն կերպ, ես գիտեմ թե ով եմ ես գիտեմ թե ինչի եմ հավատում եւ ինչու եմ հավատում եւ ընդհանրապես այսքան։ Զրույցի սկզբում մենք խոսեցինք ձեր փոքր տարիքից եւ զրույցի ավարտին էլ ուզում եմ այդ ձևով ավարտենք, որովհետեւ դուք ասել եք, որ փոքր տարիքում հատուկ բաների մասին եք երազում եւ մտածում։ Որոնք են այդ հատուկ բաները եւ արդյոք այսօր դրանք իրականություն են։ Ասեմ այսպես, եթե ասենք թե հայտնվել բեմում եւ երգել բազմահազար հանդիսատեսի համար, որտեղ կա ինչ-որ մի բան ասելու, այսինքն քո ձայնը լսելի դարձնել։ Եթե ես լինելով փոքրիկ աղջնակ, դա ինձ համար հատուկ երազանք էր, ապա իմ երազանքը այդպիսին էր եւ այդ երազանքն է իրականություն դարձել եւ դրան վերաբերող մնացած բաները։ Ընդհանրապես էս է եղել այդ երազանքը, հատուկ բաների մասին։ Այսինքն ոչ թե դառնալ ուսուցիչ, ինչը որ ինձ համար գերագույն, հա, մասնագիտություն է, որտեղ իմ մաման էլ է ուսուցչուհի եւ այլն, հա, այսինքն հատուկ բեմը ինձ համար հատուկ մի բան է, այսինքն ես չգիտեի թե ես որտեղ կհայտնվեմ, բայց ես փաստորեն հայտնվեցի այդտեղ, այդ հատուկ տեղում, այդ հատուկ կյանքի մեջ։ Սա էր ընդհանրապես այդ փոքրիկ աղջկա երազանքի այդ հատուկ ինչ որ մի բանը։ Այսօր էլ կան հատուկ երազանքներ։ Այսօր երազանքները գուցե ավելի այդքան ոչ թե հատուկ չեն, այլ ավելի մի քիչ այլ տեղ են այդ երազանքները։ Այդ երազանքները հիմա ավելի քիչ իմ մասին են ու ավելի շատ Ալեքսին են վերաբերում։ Ես ցանկանում եմ, որ ձեր հատուկ եւ ոչ հատուկ երազանքները բոլորն էլ իրականություն դառնան եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը եւ այսօր այստեղ եք, ինչը խոստովանեցիք, որ հաճախ չի լինում վերջի շրջանում։ Գրեթե չի լինում։ Համենայն դեպս այս տարի սա առաջինն էր։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հետաքրքիր հարցազրույցի համար։ Եվ վերջում նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ 1 հասցեում գործող Նավավար ձկնալին պելարանին։ Իսկ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1 կհանդիպենք։